Ա և ա, որն է սրանց տարբերությունը ֆրանսերենում։ Առաջին ան, այսինքն որի վրա ոչ մի նշան չկա, avoir, ունենալ, բայի ներկայով խոնարհված երրորդ դեմքի ձևն է։ Ինչպես ենք avoir խոնարհում, բոլորդ էլ գիտեք։ J'ai, ես ունեմ, tu as, դու ունես, il կամ elle a, նշանակում է նա ունի։ Այսինքն, եթե նախադասության մեջ դուք տեսնում եք այս ան, դա նշանակում է ունի։ Օրինակ, il a, նա ունի։ Օրինակ, elle a un chien, նա ունի շուն։ Elle a, նա ունի։ Հիշում ենք, սովորական ան առանց վրան ոչ մի նշանի, առանց աքսանի նշանակում է ունի։ Իսկ երկրորդ ան, որի վրա ունենք աքսան, այն նաղդիր է ֆրանսերենում և ցույց է տալիս տեղ կամ ժամանակ, կամ էլ ցույց է տալիս, թե ում ենք հղում տվյալ գործողությունը։ Հիմա մի քանի օրինակ ասեմ։ Տեղի համար, օրինակ, կասենք je vais à l'école, ես գնում եմ դպրոց։ Եվ այդ տեղը ցույց տալու համար l'école-ից առաջ կօգտագործենք à l'école, պարտադիր։ Ուղղություն տեղ ցույց տալու համար դնում ենք այդ նաղդիրը։ Երկրորդ օրինակը, je parle à mon pote, ես խոսում եմ իմ ընկերոջ հետ։ Je parle à mon pote, ցույց է տալիս, թե ում է վերաբերվում գործողությունը, ում հետ եմ ես խոսում։ Եվ երրորդ օրինակը, օրինակ ժամ ցույց տալու համար։ Օրինակ կասեմ je vais à l'école à 8 heures, ես գնում եմ դպրոց ժամը 8-ին, à 8 heures։